Դերասանուհի և մոդել Անի Մեհրաբյանը վերջին 2 տարիների ընթացքում սկսեց ակտիվորեն նկարահանվել տարբեր հեռուստասերիալներում։ Հեռուստադիտողը սիրեց Անիի կերպարն ու նրա ստեղծագործական կյանքը այսօր հետաքրքրում է շատերին։ Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական էջերում, որտեղ ներկայացնում է ոչ միայն անձնական լուսանկարներ, այլ նաև սերիալի նկարահանման տաղավարից կադրեր։ «Գոյա մարդ» հեռուստասերիալում Անին գլխավոր կերպարն է մարմնավորում, իսկ նրա սերիալային զույգը դերասան Լևոն Մկրտչյանն է։ Այս զույգը բավական դրական է ընդունվել հանրության կողմից, իսկ դերասանուհին օրերս նոր կադրերով է կիսվել նկարահանման տաղավարից ու դրանքից գրել. «Ինձանից ավել ոչ ոք քեզ չի կարող սիրել»։ Իհարկե, հանրությունը սկսել է տարբեր մեկնաբանություններ գրել, հայտնելով, որ այս սերիալային զույգն իրոք որ ստացված է ու շատ սիրված։ Հավելենք նաև, որ դերասանուհի Անի Մեհրաբյանն ամիսներ առաջ հյուրընկալվել էր Ամալիա Հովհաննիսյանի «Live from» հաղորդաշարին։ Star News-ը հետևել էր զրույցին, որի ընթացքում Անին խոսել էր նաև «Վերջին զանգը» նախագծի և այն լքելու պատճառների մասին։ Անին մանկությունից ունեցել է ներքին համոզմունք, որ մի օր, իր խոսքով, հայտնվելու է հեռուստացույցի մեջ։ Ներքին զգացում կար, որ ես առաքելություն ունեմ էս ասպարեզում կատարելու, սփռելու բարություն և մարդկանց ժպիտներ պարգևելու։ Դերասանուհու այս մտքին Ամալիա Հովհաննիսյանն այդքան էլ չհամաձայնեց, անելով հետևյալ դիտարկումը, որին հաջորդեց հարցը. «Առաքելություն ասվածը մի քիչ բարձր է հնչում, ըստ քեզ, դու քո մասնագիտության միջոցով կարողանում ես այդպիսի բարձր առաքելություն կատարել»։ Կարծում եմ, ինչ-որ չափով ստացվել է։ Մեծամիտ չհնչի, բայց ես չեմ կարող ասել կարողացել եմ այդ առաքելությունն ավարտին հասցնել, բայց ճանապարհին եմ և ինչ-որ չափով կատարել եմ, նշեց դերասանուհին։ Անին մշտապես փնտրտուքների մեջ է նաև մասնագիտական առումով։ Այդ մասին խոսելով դերասանուհին նշել էր. «Ես կարծում եմ, ձևավորել եմ իմ տեսակը, բայց փնտրում եմ իմ ճանապարհը։ Ինչ վերաբերում է մասնագիտական կողմնորոշմանը, ես շատ սիրում եմ սովորել ու նոր բաներ ուսումնասիրել։ Որոշել եմ 1 տարով մեկնել Հունաստան, որպեսզի սովորեմ մագիստրատուրայում։ Հունաստան, որովհետև արմատները գուցե կանչեցին ինձ։ Հայրիկիս տատիկը հույն է։ Հյուրընկալվելու եմ հայրիկիս հորեղբոր ընտանիքին, ովքեր սիրով համաձայնեցին ինձ ընդունել»։ Հարցազրույցը նկարահանելու պահին Անի Մեհրաբյանը դեռ նկարահանվում էր «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Ինչ կլիներ նրա կերպարի հետ և կշարունակվեր արդյոք դերասանուհու ճանապարհը, այդ մասին ևս հարց հնչեց։ «Ինչ է լինելու իմ կերպարի հետ, կորոշի Դիանա Գրիգորյանը։ Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ նախագծում, քանի որ սեպտեմբեր ամսին արդեն պետք է լինեմ Հունաստանում։ Սակայն ինչպես հետագայում արդեն սերիալային գիծը ցույց տվեց, Անին հասցրեց ավարտական վերջին նկարահանման օրերին լինել Հայաստանում և իր կերպարը հանգուցալուծման հասցնել, իսկ այսօր արդեն նա նկարահանվում է «Գոյա մարդ» հեռուստասերիալում որպես գլխավոր կերպար։ Շարունակելով զրույցն ու խոսելով իր կոմպլեքսների մասին, Անին նշել էր. «Տարիներ առաջ չէի կարողանում ինքս ինձ սիրել ու ընդունել։ Վատ մեկնաբանությունները սրտիս մոտ էի ընդունում և գուցե հենց այդ շրջանում եղել եմ ճահճում։ Փոքր ժամանակ մաշկով շատ ավելի թուխ էի, քան հիմա եմ։ Խնդիրը մեր մեջ է, ոչ թե ստանդարտների։ Ես հիմա սիրում եմ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ։ Յուրաքանչյուրս գեղեցիկ ենք յուրովի։ Ինձ փոխելու փորձ արել եմ, բայց պատժվել եմ։ Մտածում էի շուրթերս մեծացնեմ, այտոց կրփոխեմ, քիթ փոխեմ, ինչ-որ մի բան փոխեմ, ավելի գեղեցիկ եմ լինելու։ Առաջին փորձս եղավ, երբ սկսեցի ֆիլլեր ներարկել, բայց ալերգիա սկսվեց ու շատ ուժեղ։ Դա ինձ համար նշան եղավ, որ Անի, սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Ալերգիային կարող է լուրջ չմոտենան, բայց ինձ մոտ սկսվեց թե ֆիզիկական խնդիրներ և թե էսթետիկ տեսքի հետ կապված, միանգամից հեռացրի ամեն բան։ Ինձ խոսք եմ տվել, որ նման նշանակալից փոփոխության չեմ դիմելու», անկեղծացել էր դերասանուհին։ Իսկ Star News-ն այսքանն էր առանձնացրել այս տեսանյութի համար։ Ներկայացնում ենք նաև մի քանի հոլովակ, որոնք արված են Անի Մեհրաբյանի սոցիալական էջերում։ Պապ, հիմա նայի թրենդ ենք նկարում, ես քեզ իրավիճակներ եմ ներկայացնում, դու ասում ես ինչքան կճղայնանաս, 1-ից 10 բալային համակարգով։ Գնացինք։ Ինչքան կճղայնանաս, եթե մեքենատ խփեմ։ Ոչ մի կան։ 1։ Մենք լուրջ։ Բայց չլինի համարյա այդնից խփեմ։ Քեզ որ բանջելի ոչ, թող չլինի։
Okay, ինչքան կճղանանաս, եթե ֆիլմում համբույրի տեսարան խաղամ։ Վիզիտկի կդրեմ, կտամ շները կուտեն։ Լավ, եթերում ենք։ Ինչքան կճղանանաս, եթե ընկերս քոսորտով չլինի կամ ամուսինս։ Այդտեղից կվրընդեմ մինիմումը, մաքսիմումը ոտետ կջարդեմ։ Կարճի մաբյուզել պապային։ Ինչքան կճղանանաս, եթե մամայի հետ վատ խոսեմ։ 5 բալանոց։ Թամենը 5։ Իսկ եթե միայնակ գնամ ճամփորդելու։ Չեմ թողի։ Ինչի։ 12 բալ։ Ինչի՞ չես թողի, բայց մենակով գնամ։ Տենց։ Բայց ի՞նչ ա լինելու։ Պետք է քուղակից այդ լինի կողքը, ձիգ, առույգ տղա, որ թողեմ գնաս։ Եթե համասան, ինչ որ քննությունից կտրվեմ։ Չեմ ջղայանա, 1 բալ նստես թազը կսովորես։ Не думай только, что этим письмом я хочу вернуть тебя. Разрушить свое счастье. Нет. Я был виноват перед тобой. А ты искала мне оправдание. Ты сказала, я отпускаю тебя. Но я до сих пор не свободен. Не услышать опять мелодия любви, забытая тобой давным-давно. Как жаль, что возвращать, как жаль, что возвращать прошедшую любовь нам не дано. Как жаль, что возвращать, как жаль, что возвращать прошедшую любовь нам не дано. Мама, как быть? Помоги, помоги мне его забыть. Устала я засыпать с мыслями о нем. Мама, как быть, как его насильно разлюбить, закрыв глаза, как фантом, вижу я его. Мама, как быть, как его насильно разлюбить, устала я засыпать с мыслями о нем. Холодный душ я, и где он был, когда он был тебе так нужен? Его сердце не слышало, и ты его не слушай. Холодный виски, но он обжигает душу. Он будет звонить Сибири, пусть поболит. Пусть вопросы не бьются с ответами. Ты не мешай алкоголь с сигаретами. Даже если не болела до этого, плачь, но не звони ему никогда. Бизнес такси и вылет из Внуково. Сердце так сильно бьет в груди стуками, что-то так сильно просит вернуть его. Плачь, но не звони ему никогда. Бизнес такси и вылет из Внуково.